Ադրբեջանը ըստ ադրբեջանական հայտարարությունների, ընդ որում Բարսեղջյան պաշտոնյաների հայտարարությունների եւ նրանց ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության, Ադրբեջանը մանկավարժական համալսարանում ստեղծել է Արևմտյան Ադրբեջան ֆակուլտետ, ստեղծել է Արևմտյան Ադրբեջան հատուկ հաղորդում կամ հերոստա, այսպես հեռարձակման ինչ որ մի երևույթ։ Ստեղծել է Արևմտյան Ադրբեջան հասարակական կազմակերպություն ու բավականին տեմպով լոբինգ է անում ամբողջ աշխարհում։ Անընդհատ խոսում է, որ նույնիսկ վերջերս խոսում էին, այդ թվում ռուսական հեռուստաընկերություններով ու հաղորդումներով հեղինակավոր խոսում էին, որ Արմենիա եղել է, ընդ որում հայկական կողմի Ռուսաստանում բնակվող իհարկե ոչ թե իշխանական, այլ հայկական կողմը բերում էր փաստարկներ, որ նույնիսկ Հռոմում կա Արմենիա եւ Քարտեզը, եթե դժվար չի, կարող եք այցելել եւ տեսնել, որ Հայաստանը որքան հնագույն պետություն է տարածաշրջանում։ Իլհամ Ալիևը եւ նրա խոսնակները տարածում են ամբողջ աշխարհում, որ այո, դուք ճիշտ եք, Արմենիա եղել է, բայց Արմենիան ոչ թե ձերն է եղել, այլ մերն է եղել։ Եվ դրանք քրիստոնյա թուրքերն են, ովքեր որ նեղացել են մեզանից եւ այդպես անջատողական են քաղաքականություն են վարել, սրանք վտանգավոր թեզեր են, որոնք տարիների ու ժամանակի ընթացքում կարող է ուղղակի աշխարհի ընկալումը փոխել, եթե չլինի հակադարձումներ, եթե չլինեն մեր ինքնության պահպանման գործողություններ։ Հիմա տեսեք, Արևմտյան Ադրբեջան թեզ եւ երկրորդ հերթին արդեն դրանց տարածում, որ Հայաստանը իրենցն է։ Այնուհետև դրան հաջորդում է եկեղեցու հանդեպ հարձակումները, ընդ որում իրենց Փաշազադեն հայտարարում է, որ Հայաստանի եկեղեցին տարածաշրջանային սպառնալիք է հանդիսանում, ճիշտ նույն ձևակերպումով Նիկոլ Փաշինյանը ասում է Հայաստանի եկեղեցին սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար եւ սկսում է եկեղեցու դեմ հարձակումները։ Մի կողմ թողնենք, հա, բոլոր անձերին հայկական եկեղեցին, հայերի ինքնության պահպանման, եթե չասենք թիվ 1 կառույցն է ինստիտուցիոնալ, բայց առաջնայիններից վստահաբար մեկն է։ Այսինքն մի կողմից մենք ունենք Արևմտյան Ադրբեջան, այսինքն հստակ արդեն առանց կասկածի Հայաստանի Հանրապետության կլանման, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հավակնությունների ելույթներ եւ փաստացի գործողություններ, երկրորդ կողմից ունենք դրանց սպառնալիքների, այսինքն իրենց դիտանկյունից սպառնալիքների եկեղեցու հանդեպ հարձակումներ, դրան զուգահեռ ունենք պարտադրանք, այո 300,000 թիվը հենց այնպես չի, տարբեր հատակներից տարբեր ժամանակահատվածներում հնչեցվել են, բայց նույնիսկ կարող ենք 300,000-ի վրա չկենտրոնանանք, թող լինի 30,000, թող լինի 10,000։ Ինչն է նրանց կարևոր գերխնդիրը։ Ադրբեջանցիները աշխատող մարդիկ Ադրբեջանի հասարակ ժողովուրդ չի գալու Հայաստանում ապրելու։ Նրանք այստեղ բերելու են արդեն վարժեցրած, չգիտեմ ինչերի, իրենց այդպես, չգիտեմ, ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց, Պակիստանից ինչ որ վարձկանների, ուժային կառույցների աշխատակիցների, որոնք որ անցել են թոշակի եւ գալու են Հայաստանի ներսում կոնֆլիկտներ հրահրելու։ Ինչ որ X փուլի Ադրբեջանը հայտարարելու է կամ Թուրքիան հայտարարելու է, որ գիտեք, մեր ազգակիցներին Հայաստանում շատ վատ են այդպես էթնիկ խտրականության են ենթարկում, նրանց ճնշում են գործադրում եւ այլն, եւ մենք պետք է գնանք նրանց փրկելու։ Ու այսպես գնալու է ոչ թե խաղաղություն, այլ գնալու է Հայաստանի Հանրապետության հետ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ կոնֆլիկտը պատերազմական գործողություններով մինչև սպառնացող։ Հետևաբար մեր հայրենակիցներին կոչ եմ անում միշտ լսած թեզին փորձել վերաբերել, այսինքն զտել թեզը կամ զտել խոսքը եւ հասկանալ դրան արժանահավատ են դրանք թե չէ, արժի հավատալ թե չէ։ Առաջնայինը, որ արժանահավատ է թե ոչ, նախ պետք է հասկանալ ով է այդ խոսքը ասողը։ Եթե խոսքը ասում է մի մարդ, որ ուսուտ ասան, օրինակ մեր հայրենակիցներին կխնդրեմ հետեւյալ տրամաբանությամբ ֆիլտրացիայի գործընթացը կազմակերպել։ Եթե դուք ունեք երկու հարևան, որից մեկը ճշմարտախոս է եւ ատում է ու մերժում է սուտը, հաջորդ հարևանը ճիշտ խոսք չունի բերանում։ Երկուսը գալիս են տարբեր ինֆորմացիաներ են տրամադրում, որ մեկին կհավատաք, սիրելի հայրենակիցներ։ Այդ նույն տրամաբանությամբ եկեք ստացված տեղեկատվությունը ֆիլտրացիայի ենթարկեք։ Այսինքն այս մարդը եթե անընդհատ իր ամբողջ կյանքի ընթացքում ստել է, լրագրության ժամանակ զբաղված է եղել կեղծ եւ սուտ լուրեր տարածելով, падգամավորակ եղած ժամանակ զբաղված է եղել կեղծ եւ սուտ թեզեր տարածելով, առավել եւս կառավարության գլուխ կանգնելով, ինչ խոսել է արել է հակառակը։ Ցույց տվեք մի բան, սիրելի հայրենակիցներ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել ու կատարել ճիշտ այդպես։ Իսկ հիմա տեսեք քարոզարշավը իրականացնում, սովորաբար քարոզարշավի իրականացումը պետք է իշխանության եւ ընդդիմության քարոզարշավները տարբերվեն միմյանցից։ Իշխանության քարոզարշավը բացառապես պետք է լինի հաշվետվություն ժողովրդին։
որովհետև նա աշխատանքային պայմանագիր է կնքել հայ ժողովրդի հետ 5 տարով վարչապետի պաշտոնում ծառայելու համար, տվել է խոստումներ, ստացել է քվե եւ պետք է նա ծառայի հավուր պատշաճի։ 5 տարի հետո պետք է գա ժողովրդին դիմի, հաշվետվություն ներկայացնի եւ ասի 5 տարի առաջ խոստացել եմ A կետը, B կետը, C կետը։ Սրանք կատարողականներն են, սրանք շեղումներն են, որի բացատրի շեղում։ Հիմա ասում են արցախցիների իրավունքների պաշտպանություն անվտանգ ապրել Արցախում 23 թվականին էթնիկ զտման ենթարկեց Ադրբեջանի հետ արցախցիներին։ Հիմա կատարողականը 0% է, չէ՞։ Հետևաբար պետք է դրա մասին խոսենք, թե չէ։ Իսկ ինչ է անում ինքը։ Անձնավորված ընդդիմադիր գործիչներին, երեք լսում էի Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, ինչ որ անմարդկային շրիշակի մակարդակի անձնական դաշտ մտնելու պրիմիտիվ որակումներ է տալիս, այդ մարդիկ աշխատանք են կատարում, չես ամաչում, եղբայր վարչապետ, ամոթ է վերջապես, չէ։ Չի կարելի այդպիսի բան անել։ Գնա կատարողականից խոսի, գնա բովանդակությունից խոսի։ Այո, ճիշտ է, ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է բովանդակության նկատմամբ ձևի գերակայության սկզբունքով, ինչը ինչպես միշտ աշխարհում ընդունված է հակառակը գործիչների մոտ, մասնագետների մոտ, փորձագետ, բոլորի մոտ։ Այս մարդը ձևական ինչ որ Սամվել Կարապետյանը կարող է բոլորի հետ էլ ստացվում է, չէ՞, լեզվական ինչ որ խնդիր է խոսակցության ժամանակ առաջան, կարող ենք ուղղակի բառը ճիշտ չարտաբերել ու գնալ դարձնել ինչ որ քարոզչության կամ քարոզարշավի խոսակցության առարկա, խոսել Գագիկ Ծառուկյանի ընտանիքի չես ամաչում, օր ամոթ է վերջապես, չէ։ Դուրս եկեք, ես խորհուրդ եմ տալիս Նիկոլ Փաշինյանին դուրս գա այս պրիմիտիվ քարոզարշավային իրավիճակից եւ զբաղվի հայ ժողովրդին հաշվետվություն ներկայացնելու գործով։